ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հարավային հատվածներում և Մեքսիկայի հյուսիսում ավելի քան 1 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից։ Պատճառը եղել է Արիզոնա նահանգում փոխանցումների շարքից դուրս եկած ցանցը, որը հոսանքը փոխանցում է Սան Դիեգո քաղաքի մոտ գտնվող ատոմակայանից։ Ինչպես պաշտոնատար անձինք են ասում, գլխավոր պատճառը ցանցակայանում աշխատող մի մասնագետի կողմից թույլ տրված սխալն է։ Չեղյալ են հայտարարվել Սան Դիեգոյի միջազգային օդանավակայանի բոլոր թռիչքները։ Հիվանդանոցները էլեկտրասնուցում ստանում են գեներատորների միջոցով։ ԱՄՆ-ի հակաահաբեկչական հարցերով զբաղվող գործակալությունները հետաքննում են ահաբեկչության մասին այն տեղեկությունները, ըստ որոնց ահաբեկչական մի նոր խոշոր հարձակում է ծրագրվում ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 10-րդ տարելիցի օրը։ Ըստ ոչ լիովին հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների, հարձակումները ծրագրված է իրականացնել մայրաքաղաք Վաշինգտոնում և Նյու Յորքում։ Կասկածներ կան, որ հարձակումները պիտի փորձեն իրականացնել 3 անհատներ, նրանց թվում ԱՄՆ-ի մի քաղաքացի, որոնք ԱՄՆ են մուտք գործել օգոստոս ամսին։ Նյու Յորքում և Վաշինգտոնում այս պահին իրականացվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, ստուգումներ փողոցներում, մետրոյի ցանցում, գնացքներում և ավտոմեքենաներում։ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման հորդորում է կոնգրեսին ընդունել $450 միլիարդ արժողությամբ իր այն ծրագիրը, որը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր, իրականացնել հարկային կրճատումներ։ Հինգշաբթի օրը երեկոյան կոնգրեսի համատեղ նիստին ուղղված իր ուղերձում Օբաման կոչ արեց հրաժարվել այս հարցում կուսակցական շահերից բխող տարաձայնություններից, նման իրավիճակում անհամաձայնությունը անվանելով քաղաքական կրկես։ Օբամայի խոսքերով իր ծրագիրը նախատեսում է մարդկանցից ու բիզնեսներից գանձվող հարկերի կրճատում, նոր աշխատատեղերի ստեղծում հիմնականում բանվորների և ուսուցիչների համար։ Նախատեսվում է բազում աշխատատեղեր ստեղծել ճանապարհների, երկաթուղիների, օդանավակայանների և առնվազն 35,000 դպրոցների վերանորոգման համար։ Հանրապետական կոնգրեսականները ամենայն հավանականությամբ հիմնականում դեմ կքվեարկեն նախագծին, քանի որ դեմ են պարտքերի տակ հայտնված պետության հաշվին ծախսումների ավելացմանը։ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում ուրբաթ օրը անցկացված զինվորական շքերթին մասնակցող այս երկրի առաջնորդ Կիմ Յոնգ Իլը առողջ տպավորություն է թողել։ Իլին 3 տարի առաջ էր հարվածել ուղեղի կաթվածը, ինչի արդյունքում թուլացել էր նրա մարմնի ձախ կողմը։ Շքերթին ներկայանալիս միայն որոշ չափով աղքայլվածներ հուշում հիվանդության մասին։ Շքերթին մասնակցում էր նաև նրա դեռևս 27-ամյա որդին Կիմ Յոնգ Ունը, որը երկրի առաջնորդի պաշտոնում հավանաբար փոխարինի հորը։ Կորեայի ժողովրդական հանրապետության հիմնադրման 63-րդ տարեդարձի համար անցկացված շքերթը հեռարձակվում էր երկրի հեռուստատեսությամբ։ Կիմ Յոնգ Ունը, որը նրա 3-րդ զավակն է, անցյալ տարի դարձել է կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա և ստացել 4 աստղանի գեներալի կոչում, մի բան, որը նախկինում չի ունեցել որևէ մեկը այս երկրում։ Միացյալ Նահանգներում աշխատանք որոնողները հակառակ տնտեսական դժվարություններին փորձում են չհուսահատվել, մինչ նախագահ Օբաման եւ Կոնգրեսը փոխհամաձայնության ուղիներ են որոնում տնտեսության վերաշխուժացման ծրագրի շուրջ։ 25-ամյա Ադրիան Դաստին Մունոզը աշխատանք է որոնում կինոարտադրության բնագավառում։ 9%-ից բարձր գործազրկությունը երիտասարդ սերնդին կանգնեցրել է սուր մրցակցության առջև։ Քրիստին Չանով 1 տարուց կավարտի Կալիֆորնիայի համալսարանը արդեն սկսել է աշխատանք որոնելու գործընթացը։ Աշխատանք կա, բայց կարծում եմ, որ մենք լիովին պատրաստված չենք, ասում է նա։ Քրիստինան քրեական հետաքննություն և հոգեբանություն է ուսանել և փորձառության համար աշխատել է սոցիալական ապահովության գործակալություններում։ Վերջին կուրսի ուսանող Թիան Չենգը համակարգչային տեխնոլոգիա և հաշվապահություն է ուսանել ու նույնպես աշխատանք է որոնում։ Վստահ չեմ, թե ինչ աշխատանք կգտնեմ, ուստի պատրաստ եմ աշխատել անվճար, փորձառության համար կամ կես դրույքով, ասում է նա։ Հակառակ տնտեսական դժվարություններին որոշ բնագավառներում աշխատանքային հնարավորություններ դեռ կան։ Մարդիկ մեկ աշխատանքից մյուսին են անցնում կամ հանգստյան են կոչվում և միշտ էլ աշխատատեղ բացվում է։ Հետևաբար անհրաժեշտ է համբերատար լինել և շարունակել որոնումները, խորհուրդ է տալիս Կալիֆորնիայի համալսարանի աշխատանքի կենտրոնի ղեկավար Քրիստոֆեր Լենգզը։ Հույսի գործողություն կոչվող շահույթ չհետապնդող կազմակերպությունը համակարգչային ծրագրի միջոցով օգնում է աշխատանք որոնողներին։
50 տարեկանում աշխատանքը կորցրած Ռադ Ամոսի համար աշխատանք որոնելը ամենօրյա սովորական պարտականություն է դարձել։ Ամեն օր ստուգում եմ էլեկտրոնային իմ փոստը, տեսնելու համար, թե իմ դիմումներին ով է պատասխանել։ Ադրիան Դաստին Մունոսն ասում է, թե այս շաբաթ ինքը կինոարտադրության բնագավառում սկսնակի մակարդակով աշխատանքի առաջարկ է ստացել։ Գոնե առայժմ շատ չեմ մտահոգված, լավագույնս եմ անելու այս աշխատանքը պահելու համար, ասում է նա։ Սակայն բոլորը չէ, որ բախտավոր են աշխատանք գտնելու հարցում եւ լայնատարած գործազրկության պայմաններում շարունակում են իրենց որոնումները։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Ռուսաստանի նկատմամբ արդարադատության միջազգային դատարանում գործ հարուցելու Իրանի մտադրությունը մատնանշում է երկու այս երկրների միջև հարաբերություններում լարվածության փաստը։ Դատարան գնալու պատճառը S-300 մակնիշի այս հրթիռներն են, որոնցից Ռուսաստանը համաձայնվել էր վաճառել Իրանին, սակայն ավելի ուշ հրաժարվել, ենթարկվելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցներին։ Վերլուծաբան Ջեյմս Նիքսեի խոսքերով սա ռուս-իրանական հարաբերություններում նկատելի անկում է, երբ նրանք պատմականորեն միշտ ավելի սերտ են եղել։ Սակայն Մոսկվան Թեհրանին համարում է այնքան անվստահելի, որքան Արևմուտքը Ռուսաստանին, ասում է նա։ Ռուսաստանի ղեկավարները արևմուտքի հետ հարաբերությունները այսօր այնքան կարևոր են համարում, որ պատրաստ են դրա համար նույնիսկ նեղացնել վաղեմի բարեկամին, ասում է վերլուծաբանը։ Ռուսաստանը ըստ մեծաթիվ վերլուծաբանների որոշ հարցերում այժմ էլ կուզենար հակառակվել ՄԱԿ-ի պատժամիջոցներին, այնպես ինչպես արել է նախկինում երրորդ կողմերի օգնությամբ, սակայն լինելով իրատեսական քաղաքական հզոր ուժ, Ռուսաստանը լավ է հաշվարկում S-300-ի վաճառքից ակնկալվող շահի եւ վնասների կշիռները։ Իսկ դա վատ նորություն է Իրանի համար, ասում է անվտանգության հարցերով մի ընկերության մասնագետ Գալա Ռիանի։ Իրանը նրա խոսքերով Ռուսաստանին այս ընթացքում համարել է շատ կարևոր դաշնակից, ոչ միայն սերտ բարեկամության պատճառով, սակայն նաեւ այն, որ Ռուսաստանին Իրանը իրոք համարում է կարևոր մի գերտերություն, մի կարևոր ուժ Իրանի համար։ Այսօր այս կեցվածքը Իրանում փոխվում է, քանի որ Ռուսաստանն այսօր ավելի հաճախ է ընդունում արևմուտքի դիրքերը։ Մյուս կողմից Իրանը չի հրաժարվում Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այս երկրի արտգործնախարարը օգոստոս ամսին ժամանեց Մոսկվա։ Իրանը նաև ողջունեց միջուկային իր ծրագրերի շուրջ երկխոսություն սկսելու մասին Ռուսաստանի մոտեցումները։ Եվ ահա մի կողմից էլ նկատվում է ջերմացում ռուս-իրանական հարաբերություններում։ Իրանցի պաշտոնյաները ավելի դրական են խոսում Ռուսաստանի մասին, եւ դա հիմնականում այն պատճառով, ասում է վերլուծաբան Ռիանին, որ Իրանը որոշ առումով կախյալ է Ռուսաստանից։ Այսինքն հակաօդային հրթիռների վաճառքը կասեցնելու Ռուսաստանի եւ այս երկրին դատի տալու Իրանի որոշումը վատ գործոններ են երկու երկրների հարաբերությունների համար, սակայն մյուս կողմից արդեն իսկ նկատվում են քայլեր, որոնք խոսում են հարաբերություններում վնասված հատվածները վերանորոգելու մասին եւ կան տեսակետներ այն մասին, որ Ռուսաստանը կգտնի Իրանին այս հրթիռները վաճառելու համար միջազգային պատժամիջոցները շրջանցելու ուղիներ։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։